Հարգելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, անչափ ուրախ եւ շնորհակալ ենք ընդունելության համար, ջերմ ընդունելության համար։ Նման հանդիպումները մեզ համար շատ կարևոր են, այսպես պարզ, բաց, անկեղծ քննարկելու այն բոլոր խնդիրները, որ կան, գոյություն ունեն եւ միասին գտնենք դրա լուծման ճանապարհները։ Իմ գործընկերները բավականին մանրամասն ներկայացրեցին մեր դիրքորոշումները, երկրում ստեղծված իրավիճակը, ներկայացրեցին մեր ծրագրային դրույթները, ես վստահ եմ, այս ամենը դուք ամբողջությամբ կիսում եք, իսկ երկրում ստեղծված իրավիճակի մասին այս պատկերացումները ամբողջական ունեք։ Բայց նախ եւ առաջ ամենակարևորը, որ խնդրում եմ ձեզ բոլորին, անհրաժեշտ է, որ այս ամեն ինչը այս սրահից դուրս տանանք։ Յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բացատրենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, բացատրենք եւ բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը։ Դժբախտաբար դեռ մենք ունենք հայրենակիցներ, ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ում սրանք կարողանում են դեռ խաբել եւ մոլորեցնել, ում սրանք կարողանում են դեռ իրենց կործանման, ոչնչացման, քանդման, զիջման օրակարգը ներկայացնել խաղաղության կամ բարեկեցության օրակարգ։ Հետևաբար մենք միասին այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք եւ ես կուզեմ յուրաքանչյուրը իր բակում, իր հարևանի հետ, իր դասընկերոջ հետ այս աշխատանքը անենք մեր քաղաքացիների հետ, անենք համբերատարությամբ եւ բացատրենք այն իրավիճակը, որ մեզ սպասում է։ 21 թվականին մենք միասին փորձել ենք դա անել։ Եվ շատ պարզ ասում ենք, եթե 21 թվականին կարողանային կանխել այս չարիքի իշխանության վերարտադրությունը, այսօր Արցախը հայաթափված չէր լինի։ Այսօր Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում չէին լինի։ Բայց սրանով սպառնալիքները չեն վերջացել։ Շարունակ հանձնվելով Ադրբեջանի ախորժակը ավելի է մեծանում։ Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում մեր անկախ հայրենիքում ինքնության պահպանման խնդիր ունենք։ Հետևաբար այս չարիքի իշխանության վերարտադրությունը հասցնելու է մեր պետականության ոչնչացմանը։ Ու սա այլևս չափազանցություն չի։ 21 թվականին պարզ կանգնում ասում ենք այս վտանգների մասին։ Ցավոք սրանք կարողացան խաբել իրենց կեղծ թեզերով։ Պետք է այս անգամ առնվազն սա թույլ չտանք։ Մենք ինչ ենք առաջարկում մեր ժողովրդին։ Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ եւ մրցունակ պետություն։ Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ Հայաստան, որտեղ հայ մարդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված կլինի։ Մեր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանված կլինի։ Եթե տարիներ առաջ մենք հավաքում խոսում ենք համահայկական ծրագրերի զարգացման, մեգանախագծերի, չգիտեմ ինչի մասին, այսօր խոսում ենք մեր երկրի ինքնիշխանությունը ու մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու մասին։ Հետևաբար անվտանգ եւ մրցունակ Հայաստանի կառուցումը այլընտրանք չունի։ Ինչա պետք է անվտանգության համար։ Երկու կարևոր բաղադրիչ։ Մարտունակ, սպառազինված ժամանակակից բանակ եւ խելացի ու հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն։ Սրանք կարող են դա անել։ 8 տարի ամեն օր ապացուցում են, որ ոչ։ Իսկ ով կարող է դա անել։ Այն թիմը, որ մի քանի անգամ արել է։ Էսա մեր ու մյուսների տարբերությունը։ Այս նախընտրական շրջանում շատ խոստումներ եք լսել ու բնական է, որ լսելու եք։ Բայց ամենակարևորը պետք է հասկանանք, որն է այն քաղաքական թիմը, որ կարող է դա անել։ Եթե շատերը երկար համոզելու են դա ինչպես են անելու, մենք մեկ նախադասությամբ այդ հարցի պատասխանը ունենք, այնպես ինչպես արել ենք սրանից առաջ։ Ու արել ենք միասին։ Մյուս հարցը, որ ուզում եմ խոսեմ, այս օրերին շատ խոսվեց հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ես ընդհանրապես մեջբերեմ երեկվա հայտարարությունը, որ պատկերացնենք մենք ինչ իրավիճակի ենք հայտնվել։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ասվում է, մենք հիշում ենք անմեղ եւ անպաշտպան թուրքերին, ովքեր սպանվեցին 1915 թվականին հայերի կողմից։ Սա հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ու սա Հայաստանի այս վարչախմբի վարած քաղաքականության արդյունքն է։ Երբ որ կասկածի տակ են դնում արդեն ցեղասպանության փաստը։
ու այս կարգի լկտիացնում ու ցինիկացնում այն մարդկանց, ովքեր մեզ մեր սեփական հայրենիքում վերջի 100 տարվա մեջ 2 անգամ ցեղասպանության են ենթարկել։ Ու Հայաստանի իշխանությունները ասում են, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Էսա իրականությունը, որ խորությամբ պետք է հասկանանք։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մեր տեսակետը շատ հստակ է։ Մեզ ցեղասպանություն ենթարկած պետությունը վերջին 35 տարի մեջ Հայաստանը շարունակում է պահել շրջափակման մեջ։ Մենք կողմ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը։ Բայց այդ սահմանը փակել է Թուրքիան եւ պետք է Թուրքիան բացի։ Ու պետք է բացի առանց նախապայմանների։ Եվ մեր 1.5 միլիոն նահատակված եւ սրբադասված նահատակների այրյունը սանկարկության կամ բանակցության առարկա չի։ Եվ վերջում սիրելի հայրենակիցներ, սրանք փորձում են իրենց իշխանությունը պահելու, վերարտադրվելու համար համատարած վախ տարածել։ Իմ ընկերները արդեն ասացին, սրանք իրոք վախենալու չեն։ Դուք որևէ մեկից վախենալու բան չունեք, որովհետև սրանց կարճ ժամանակ է մնացել, բայց իրանք վախենալու շատ բան ունեն, որովհետև իրենք պատժվելու են ու խիստ են պատժվելու հայրենիքի ամեն մի մետր հանձնած հողի համար ու ամեն մի զոհի համար։ Եվ իրենց վախը բերում է նրան, որ փորձեն մեր քաղաքացիներին վախեցնել։ Դուք տեր կանգնեք ձեր իրավունքներին, քվյարկեք ու մերժեք այս իշխանությանը, մենք ձեր քվեին տեր ենք կանգնելու եւ միասին ուժերով կառուցելու ենք արժանապատիվ ու անվտանգ Հայաստան։